Փախստական. սա արդեն մի կարգավիճակ է, որի ժամանակ կյանքը դառնում է կիսով չափ անիմաստ։ Դու հեռանում ես քո հիմնական բնակավայրից եւ հայտնվում ես մի հասարակության մեջ, որտեղ դու չգիտես, թե քեզ ինչ է սպասվում, չգիտես ինչպես պաշտպանես քեզ ու քո իրավունքները եւ ում դիմես օգնության համար։ Հայաստանում փախստական հասկացությունը առաջ եկավ նախորդ դարի 90-ական թվականներին Արցախի եւ Ադրբեջանի միջև պատերազմի հետևանքով, երբ Բաքվից տեղահանվեցին ադրբեջանաբնակ բոլոր հայ ընտանիքները, որոնք Խորհրդային Միության տարիներին բնակություն էին հաստատել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Հայ առաջադեմ երիտասարդության հասարակական կազմակերպության երիտասարդ ակտիվիստները կազմակերպել էին տեղեկատվական արշավ, որը նվիրված էր փախստականների իրավունքների պաշտպանությանը։ Միջոցառումը սկսվեց Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության գրասենյակում, որտեղ հավաքված երիտասարդները ծանոթացան փախստականների հիմնախնդիրներին, պատրաստեցին յուրատեսակ պաստառներ եւ ինֆորմացիոն թերթիկներ եւ երկնագույն թևնոցներ, որոնց գույնը խորհրդանշում է փախստականների միջազգային օրը։ Ապա Երևանի գլխավոր փողոցներով սկսվեց երթ դեպի Բաղրամյան պուրակ։ Երթի ընթացքում հանդիպած բոլոր քաղաքացիները ստանում էին տեղեկատվական թերթիկներ, տեղեկանում փախստականների խնդիրներին եւ իրավունքների մասին եւ կապում իրենց թևնոցները, որը խորհրդանշում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում բնակություն հաստատած բոլոր փախստականներին։